Մեկնարկել է տարվա առաջին նորալուսինը։ Ոմանց համար սա կլինի ոգեշնչման և բացահայտման, մինչդեռ մյուսների համար ակտիվ աճի և նախաձեռնողականության շրջան։ Կարգապահությունը, աշխատասիրությունը, կառուցվածքը և համբերատարությունը կարևոր կլինեն բոլոր նշանների համար տարբեր ոլորտներում։ Նրանք, ովքեր խոսքերը վերածում են գործի, նախաձեռնող են, հետևողական և զարգացնում են ինքնակարգապահությունը, կամքի ուժը և տոկունությունը, կհասնեն ամենամեծ հաջողության։ 2026 թվականի առաջին նորալուսինը հնարավորություն է բացում ոչ միայն նոր սկզբի, այլ վերջապես հինը և ավելորդը թողնելու, ապագան անցյալից նախընտրելու և ուշադրություն, կարման փոխելու համար։ Հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը հատուկ մեր հետևորդների համար մանրամասն ներկայացրել է, թե կյանքի որ ոլորտներն են ճակատագրական հետք թողնելու յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար։ Նորալուսինը արդեն իսկ մեկնարկել է, տարվա առաջին նորալուսինն է, սկսել է Այծեղջուրի կենդանակերպում, արդեն լուսինը անցել է ջրհոս, հետո ձուկ, Այծեղջուրը դա մեր վարկանիշն է, բարձր դիրքն է, դա սոցիալական բարձր դիրքն է, դա աշխատանքն է, բայց պրոֆեսիոնալ աշխատանքն է, կարիերան է, շատ կարևոր է։ Այծեղջուր ջրհոս, այդ վերջին օրերի, Այծեղջուրի վերջ ջրհոսի սկիզբ, այնտեղ նաև կույս ցուլ, վերջին օրերը բնականաբար ցուլ եւ երկվորյակ, ցուլի վերջ, երկվորյակի սկիզբ, կույսի վերջ, կշերքի սկիզբ, հա, բայց հարգելի Իլոնա, մեր քարտեզում այդ 12 կենդանակերպերը, որոնք մենք գիտենք, քարտեզում այդ դաշտերը լրացնում է մեր կյանքի ինչ-որ մի մասը, մի հատվածը ակտիվանա։ Նոր ծրագրերի մեկնարկ կարող է լինել, եթե մասնագիտական կողմնորոշման հարց կա, պետք է անպայման որոշեք ձեր մասնագիտական հարցերը լուծել։ Նոր ծրագրեր մեկնարկ այն առումով, եթե ջրհոսը դա դերատվությունն է, դա համացանցն է, դա նորագույն տեխնոլոգիաներն են։ Ուղարկեք ձեր CV-ները, այն կենդանակերպերը, ովքեր որոնց նշեցի, բայց բոլորիդ էլ վերաբերում է, որովհետև լուսինն էլ հաջորդ օրը ջրհոսում է լինելու։ CV-ները, եթե Այծեղջուր, ցուլ կույս, ձկներ, խեցգետին եւ կարիճ են, նրանք թող ավելի այսպես շեշտը դնեն մասնագիտական իրենց ձեռքբերումների վրա, CV-ն այդպես կազմվի։ Իսկ ջրհոս, երկվորյա կշեռք եւ այնտեղ խոյ, առյուծ եւ աղեղնավոր, նրանք ավելի շատ թող իրենց այդ CV-ներում ավելի շատ ներկայացնեն իրենց կրեատիվ մտքերը, ջրհոսը դա կրեատիվությունն է, դա ստեղծարարությունն է, խոյերն էլ ամենաանկախ եւ ամենա այսպես արագ շարժվող կենդանակերպերը, որ իրենց մեծ տեմպ ունեն, դրանք խոյը երկվորյակն է, բայց ջրհոսն էլ իր ոչ սովորական մտածողության, ոչ սովորական վարվելակերպի գործողությունների արդյունքում կարող է մեծ հաջողություններ գրանցել։ Նրանք թող ավելի շատ այդ հիմքը դնեն ինտելեկտուալ մասին, գեղեցիկ կազմված լինի, առաջատար այս մասնագիտությունների, այս իրենց ձեռքբերումների, նույնիսկ իրենց մտադրությունների մասին թող գնեն, արել եմ սա, մտածում եմ, իմ ծրագրերում կա, որ սա կարող եմ անել եւ կարող եմ հասնել։ Եվ ի վերջո, քանի որ նորալուսնից հետո ենք հանդիպում, դեռևս մոտ օրերին լուսինը ջրհոսում, հետո ձկներում, դա տալիս է շատ կարևոր մի այսպես հնարավորություն, որպեսզի նստեք առանձին ձեր սենյակում, գրեք, անցած անգամ էլ եմ ասել, այդ 5-ից 7 կետը, թե ինչ եք որոշել անել այս տարվա մեջ, որովհետև նորալուսնից հետո այդ 14 օրն է լուսինը արևից պոկվում է եւ պետք է առաջ գնա, հենց առաջ գնաց ձեր մտքերը, ձեր գործերը, ձեր մտադրությունները, նպատակները իրենք կսնվեն, կվերցեն, գիտեք, սերմը արդեն գծվել է ու ինչպես է լինում, չէ, բույսը բարձրանում է, լուսինը նույն կերպ առանձնանում է արևից եւ նա կտա այդ հնարավորությունները։ Պետք է փոխվենք սիրելի հետևորդներ, միշտ ասում եմ, այսպիսի մոլորակային դիրքեր այլևս չգիտեմ, արդյոք մոտակա մի քանի 100 տարում կամ 1000 տարում կլինի, որովհետև կոչվում են բարձրագույն մոլորակներ, Սատուրնից հետո դասական մոլորակները, դրանք արև, լուսին, իրենք լուսատու են, բայց աստղաբանության մեջ մոլորակ ենք հաշվում, Մերկուրի, Վեներա, Մարս, Սատուրն, Յուպիտեր, դրանք 7 դասական մոլորակներ, որոնք տեսանելի են անձի մարդու աչքով։ Իսկ դրանից հետո գոյություն են գերագույն մոլորակներ, Ուրան, Նեպտուն, Պլուտոն, նրանք բացառապես դրական դիրքեր են ընդունում, Նեպտունը ամսի հունվարի 26-ին կանցնի խոյ,
Սատուրնը փետրվարի 14-ին կանցնի Խոյ, այստեղ արդեն Պլուտոնը ջրհոսում է, Ուրանն էլ ապրիլի մոտակայքում կանցնի եւ այսպես հետաքրքիր էներգետիկ դրական, այսպիսի ինչ որ երկու փոքր եռանկյունի եւ մեծ եռանկյունի պատկերացնում եք այդ կենթանակերպերում էներգիան հոսելու եւ բացառիկ դրական դիրքավորումներ կա, բայց մի միտում որ պետք է մարդիկ բաց լինեն այդ գիտելիքների առաջ, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետեն, նորագույն այս հեռախոսներին, համացանցային բոլոր ծրագրերին, որոշեք ի վերջո on-line հարթակներով ինչ որ բան սովորել, դուք նաեւ ինքնադրսևորվել եւ նաեւ այդ դասապրոցեսներին մասնակցել, ինքնուրույն էլ կարող են շատ հիմա եթե համացանցը գծում է, եթե ինչ-որ հարցադրում անես, ապա այդ հարցադրման արդյունքում դու բավականին խորքային գիտելիքներ կարող են ստանալ անձինք, մի բան, մի հավելում, որ որքան էլ որ արհեստական բանականությունը օգնում է մեզ, բայց ասեմ ձեզ, որ խորքային գիտելիքներ կամ ինֆորմացիա տեղեկատվություն դժվարությամբ կարող եք ստանալ արհեստական բանականությունից, որովհետև վերջերս եղել եմ, փորձել ենք, պատրաստի աստղաբանական քարտեզը ներկայացրեցինք, այնտեղ լուսինը այծեղջուրում էր, բայց նա տալիս էր մեկնաբանությունը լուսինը ջրհոսի համար։ Առօրյա կենցաղային շատ կարևոր հարցերի դեպքում կարող եք շատ արագ կողմնորոշվել, բայց այն մասնագիտությունները, որը իր մեջ ներառնում է անձնային այդ էմպաթիան, ինչ է հոգեբանությունն է, նաև իրավաբանությունն էլ են, այնտեղ էլ պետք է միտքը ճկուն լինի շատ, այդտեղ կախված է նաև իրավաբանի, փաստաբանի մտքի ճկունությունից, տարիների փորձառությունից եւ այլն, ամեն ինչը կա, բայց մակերեսային է, ոչինչ չունեմ, դրանք օգնող հանգամանքներն համացանցային բոլոր հարթակները, նույնիսկ արհեստական բանականությունը, իմիջիալից վերջերս մտածում էի արհեստական բանականություն դասի ժամանակ ասեցի Ուրանը արհեստականության մոլորակն է, սինթետիկ մոլորակ է, երկվորյակը բանականություն, փաստորեն արդեն իսկ հիմքն է դրվում այդ մեծ գիտելիքի, հա, երկվորյակը վերջ մենք առաջ ենք գնում, ամեն օր նայում ես հեռախոսներում, այդ տեղեկատվական տարբեր հարթակներում շատ մեծ թափով փոփոխություններ են տեղի ունենում։ Եթե որոշել եք, որ պետք է գնաք առաջ, առանց այդ գիտելիքների հնարավոր չէ։ Խորքային գիտելիքները պետք է անպայման ստանալ, դա կարող եք ստանալ դասընթացների միջոցով, դա կարող եք ստանալ կուրսերի միջոցով կամ համացանցում անթիվ անհամար գրքեր կան։ Նույնիսկ արդեն աուդիո տարբերակով վերցրեք այն ճանապարհը, բարդ ճանապարհը, հեշտ, այսպես մածուցիկ, չէ, ավելի հետաքրքիր բառ ասեմ, միանգամից հաջողությունը չի գա ձեզ, ճիշտ է, այդ ասպեկտները, այո, պետք է խմորել, բայց հենց պետք է հիմքը ամուր լինի, այդ հիմքի վրա կառուցեք։ Եվ այսօրին կարող ենք ըստ էության հիմքը այո, հենց այսօր, այո, ասեմ, որ այսօր, վաղը, մյուս օրը այդ ամենի հիմքը պետք է դրվի։ Ես մոտ 10 տարի սիրելի Իլոնա, ես աշխատել եմ, սովորել եմ, աշխատել եմ այնտեղ, աշխատանք այն առումով, որ պարբերաբեր հետաքրքրված եմ եղել աստղաբանությամբ։ Դեռ 10 տարի հետո, այդ ամենից հետո ես արդեն իսկ եկել եմ հանրային հարթակ։ Եվ 1-2 օրով աստղաբանություն չեն սովորում, 1 տարով չեն սովորում։ Եթե անձը սովորեց ու դուրս եկավ, ասեց ես աստղաբան եմ, ես հաշվում եմ, երեք մի միտում կար, մի դիտողություն արեցին ինձ, ասեց ինչու այդ հարթակը վերահսկողության չեք ենթարկում, ասեցի, բայց ինչ կարող եմ անել, ասեց բազմաթիվ են մասնագետներ, ասի աստղաբան, որքան գիտեմ, շատ քիչ է Հայաստանում, ասեց թվագիտության առումով, թվային հոգեբան, հենց հոգեբանների հետ ենք խոսում, ասեց մեր հոգեբանության մեջ այդպիսի տերմին չկա, թվային հոգեբան, թվային աստղաբան, չէ, ամեն ինչի իր դերում եւ իր տեղում է գեղեցիկ, այս ամենը կա, բայց պետք է լուրջ եւ հետեւողական լինեն։ Այսպես մակերեսային գիտելիքների արդյունքում չեմ կարծում, որ ինչ-որ հաջողությունների կհասնեք։ Կտնեք սերմերը, կգնաք կջրեք այդ սերմերը հողի մեջ ու կտեսնեք կաթիլ այդ ջրելու արդյունքում եւ ձեր տրված սիրո արդյունքում եւ այն ինչ կատարում պետք է սիրով կատարեն, չափսոսան եւ հավատալով։
այո, իրենց ուժերին պետք է անպայման հավատան ու գնան առաջ։ Ասեմ, որ անձը երբ որ ծնվում է, իրեն տրված է այդ հնարավորությունները եւ ռեսուրսները շատ են, նույնիսկ խնդիրները տրվում է այնքան, որքան անձը կարող է տանել։ Այդքան էլ տրվում է։ Ուստի սիրելի հետևորդներ, սիրելի ջրհոսներ, այծեղջյուրներ, ջրհոսներ, գնացեք առաջ, սիրելի երկորյակներ, դատարկ ժամանակը մի վատնեք, հեռուստացույցի, համացանցի, այնտեղ տարբեր հարթակներ կան, կարճ ես չունեմ նույնիսկ այդ հարթակները, ինձ մոտ չկա, չեմ էլ հասնում դիտեմ։ Դրանք ժամանակավոր են։ Եթե պետք է ավելորդ մեկնաբանություն կնեք, եթե ավելորդ խոսակցություն վարեք, մեկ նստեք մեքենան վարեք, չէ, դրա փոխարեն դուք այդ ռեսուրսը բերել եք, կրթվեք, ինքնակրթվեք եւ հասեք մասնագիտական հաջողությունների, եթե մասնագիտական էլ չէ, գոնե ձեր անձի ինքնակատարելագործման համար մի քայլ արեք։ Եթե հիշում եք, մեր նախորդ հաղորդման ընթացքում դուք բավականին ծավալուն անդրադարձել էիք կարմային եւ մեր հետևորդների քննարկումների արդյունքում ուզում եմ նաեւ մեր հետևորդների քննարկումները եւս այս հաղորդման ընթացքում քննարկենք հարցերը, տեսեք նշում էին, որ հնարավոր է արդյոք կարման փոխել եւ կարծում եմ, որ մենք նոր խոսեցինք, որ նոր ծրագրերի մասին, կարծում եմ հետևորդների մոտ նաեւ կառաջանա այդ հարցը եւ ուզում եմ մենք միանգամից այդ հարցի պատասխանը տալ։ Առհասարակ հնարավոր է կարման ճակատագիրը փոխել եւ այս օրերին արդյոք դա հնարավոր է, եթե այո։ Այն կարման, որ անձը վերցրել եկել է մոլորակների դիրքավորումները, այդ էներգիան, այդ սովորույթները, այդ խառնվածքի, այդ գծերը մարդը իր մեջ տանում է, իր էությունն է դա։ Այսինքն անփոփոխ։ Բայց մեր բնավորությունը ձևավորում է արտաքին եւ ներքին միջավայրի սոցիումի ազդեցությամբ տվյալ երկրում, տվյալ աշխարհագրական այդ դիրքերում կրում են համապատասխան այդ ազգի, այդ էթնոսի կարևոր գծերը։ Բայց փոփոխման ենթակա է այն առումով, մարդը պետք է շատ ջանք թափի, որ այդ բարդ դիրքերը քառակուսի եւ օպոզիցիա դիրքավորները, այո, կարողանա հաղթահարել։ Ինքը ուղղակի պետք է դեմ գնա իրեն։ Իսկ դա շատ դժվար է։ Անձնային գծերի արդյունքում մարդիկ կանգնում են կյանքում շատ կարևոր, այսպես որոշումներ կայացնելու այդ փաստի առջև։ Բնավորությունը պետք է փոխեն, դժվար է, բայց լուծելի է։ Այո, հենց այս մոլորակային դիրքավորումները թույլ են տալիս, որ մարդը մեկ քայլ առաջ գնա, որովհետև ջրհոսը դա ազատության սահմաններ չճանաչելու այդ կենթանակերպն է։ Իհարկե նրա երկրորդ ղեկավարը Սատուրնն է, որքան էլ որ ազատ լինես, որքան էլ որ սահմաններ չցանկանաս պահել, միևնույն է, մենք եթե եկել ենք երկիր մոլորակ, մենք որոշակի ժամային, տարիքային, վարքային սահմանափակումներ ունենք, որոնք այդպես կազմավորվել են, վերակազմավորվել են դարերի ընթացքում, հա, գոյություն ունեն էթիկական նորմեր, որոնք գրանցված չեն, բայց մենք այդ ամենը պահում ենք։ Այո, հնարավոր է, սիրելի Իլոնա, բայց շատ դժվար է։ Եթե մարդը պետք է շատ կուռ աշխատանք տանի իր վրա, չես կարող այծեղջյուրին ասել, որ արագ շարժվիր, տեղից շարժվիր, փոխիր տեսակետներդ, չես կարող խոյի եւ ջրվհոսի առջև դնել սահմաններ, նրանք սահմաններ չեն սիրում, խոյը կարող է ամբոստանալ, ջրհոսն էլ կարող է այնպիսի մի քայլի գնալ, չպատկերացնես արդյունքը ինչ կարող է լինել։ Չես կարող ձկներին չասել մի երազիր, կույսին չասել այդպես շատ մանրախնդիր, շատ պեդանտ մի եղել, հիմնական նշան է, այնպես է լինում, որ խոսում են, չէ, հեռախոսով հաղորդակցում են, տիպիկ հարցնում եմ, այս կենթանակերպի ազդեցության տակ եք, ասում են այո, դիտում եմ մեկ կամ երկու, որտեղ այնտեղ կշերտ ձկներ, կշերտները իրենք ավելի այդպես գիտեք ճկուն են, կոնֆլիկտներից փորձում են խուսափել, բայց ձկներն իրենք փորձում են ամեն ինչը, անցած խոսում էի ձուկ կիներ, ասիկ կշերքեք, թե ձուկ եք, որտեղ ինքը անընդհատ տանում էր իրավիճակի մեղմացման, դա կարող էր կշերքը անել որպես ներդաշնակության, որպես փողզիչման նշան եւ նաեւ կարող է ձկները անել, ձկները ուղղակի հնարավոր է
այդ սահմանները չպահեն, ձկներին կարող են միշտ օգտագործել, ձուկը կարող է դրա մասին իմանալ, բայց լռել։ Դա ձկների նշանն է եւ իրենք ամենացորդ նվիրվում են, որը խանգարում է իրենց։ Այդ հետո էլ արդեն նեղում են, որ մեզ չգնահատեցին այս իրավիճակում ես հայտնվեցի փորձության մեջ, որովհետեւ սիրելի ձկներ, այս ձեր համար շատ կարևոր եւ 3 տարի 23 թվականի մարտից Սատուրնը ձեր դաս էր տալիս, որ պահեք ձեր անձնային սահմանները։ Առյուծներին չես կարող չծափահարել, չգովել, առյուծը վերջերս մի առյուծ էր հարցնում, ասում են ինձ միշտ ասում են, որ քո էգոն շատ բարձր է, թե ոչ։ Այո, բնականաբար առյուծների էգոն շատ բարձր է։ Խեցգետինները տնակյաց են, երբեմն նրանց կարևոր գործը սերնդի շարունակման հարցն է, չնայած խեցգետին կարող է լինել արևով խեցգետին լուսինայցող ջրում, ջրհոսում, նրանք ձգտեն նաև սոցիում, համացանց, ինչևէ ընդհանուր վարքային դրսևորումներ կան, որոնք ուղղակի արտահայտվում են այդ էներգիաները, որտեղ գտնում է արեգակը։ Երկորյակին չես կարող ասել քիչ խոսիր, եթե Սատուրնը չլինի երկորյակում, Սատուրնը երկորյակում է լինում իրենց ծնված պահին, քիչ են խոսում։ Կարիճներին չես կարող ասել մի մտածիր ուրիշների գումարների մասին, մանավանդ եթե Մերկուրին էլ է կարիճում, նրանք մտածում են, հաշվում են ուրիշի գումարները, բարբերական մտածում են ինչպես այդ գումարները մի քանի անգամ շատացնեն։ Աղեղնավորներին չես կարող ասել մի երազիր, ալտրուիստ են նրանք, ինչպես ձկները եւ աղեղնավորները, բայց գիտեք, ձկների մոտ ես մի քիչ մելամաղձություն եմ տեսնում, քան որ հոգեվոր նշան է նրանք, հա։ Աղեղնավորները միշտ ասում եմ առանց պատճառի երջանիկ են եւ նրանք միշտ ճանապարհ են գտնում իրավիճակից այստեղ լայն ժպիտով դուրս գալու։ Բոլորին ասել ենք չնեղանան, ցուլերին չես կարող ասել, ցուլերին մի աշխատիր, հանգիստ նստիր, ցուլերը հավաքող են, այո, եւ պետք է դուք ձեր վաստակած գումարների տեղը իմանաք, որտեղ դուք էներգիա եք դրել դրա մեջ եւ դրանով իսկ դուք կապահովեք ձեր ապագան։ Խոյերը խոսեցին, չկա, չէ, բոլորին ասել չեմ, մոռացա, այո։